Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Պարոն Սարգսյան, նախորդին տեղի ունեցավ ուժեղ Հայաստանի համագումարը։ Դուք ավելի վաղ հայտարարել եք, որ ձեր անունը չենք տեսնի ցուցակներում, որ ձեր նպատակը մանդատը չէ։ Իշխանափոխության պարագայում, հնարավոր իշխանափոխության պարագայում, ինչպես եք պատկերացնում ձեր հետագա գործունեությունը։ Հայ ժողովուրդը ունի այսպիսի շատ խոր իմաստ ասացվածք, առուն թռեք նոր ասեք հոբ։ Ես առաջնորդվում եմ միշտ այդպիսի գաղափարաբանությամբ եւ երբևէ ժամանակներից առաջ չեմ ընկնում։ Ընդ որում բազմիցս հայտարարել եմ, որ ունենք կարճաժամկետ գերական նպատակ։ Ես հունիսի 7-ից հետո բառացիորեն իմ կյանքը դեռևս չեմ պլանավորել։ Չարիքից ազատվում ենք թե ոչ, որտեղ դրանց կախված է շատ հանգամանքներ, հետագա գործողություններ, ծրագրեր, մարտավարական, ռազմավարական եւ այլն։ Հետևաբար, մինչև հունիսի 7-ը դեռևս պետք է անշեղորեն շարժվենք մեր նպատակի հետևից։ Հունիսի 7-ից հետո արդեն կորոշենք ամեն ինչ։ Առուն թռնելու համար ինչ է պակասում այս պահին։ Երևի թե ոչինչ։ Ավելի շատ պետք է ընդամենը հետևողականորեն, անշեղորեն, անսխալ կամ հնարավորինս քիչ սխալներով շարժվել առաջ։ Եվ չսպասարկել Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Ամեն դեպքում այսօր չենք կարող շրջանցել այդ օրակարգերը, որովհետև դրանց հետ ամեն օր առնչվում ենք։ Փաշինյանը հայտարարել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման թեզի մասին եւ վստահություն է հայտնել, որ սա նոր հնարավորություններ է բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Դուք ինչպես եք տեսնում հեռանկարը, եթե մինչ այս պահը կոնկրետ հաշվարկներ չկան դրված այս հայտարարությունների տակ, մինչ այս պահը չկան կոնկրետ ռիսկերի մասին գնահատումներ եւ այլն, խնդրեմ։ Եկեք երկու մասի բաժանենք։ Նախ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է սուտ է եւ ինչ ասում է պետք է կենտրոնանալ դրա տրամագծորեն հակառակի վրա։ Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանների բացումից, Նիկոլ Փաշինյանը շատ փոքրիկ ֆիգուր է, որ խոսի սահմանների բացումից, նա որոշող չէ այստեղ։ Ընդհանրապես կամակատար է եւ հանձնարարություններ է կատարում։ Ինչ վերաբերում է ռեալ Թուրքիայի սահմանների բացմանը, ապա դա Հայաստանի համար որևէ դրական հնարավորություն դեռևս չի ստեղծում եւ եւս մեկ անգամ օգտվելով առիթից Նիկոլ Փաշինյան քեզ, քո տնտեսական բլոկի նախարարներին, քո հասկացող որոշակի падգամավորներին միաժամանակ հրավիրում են բանավեճի, համեցեք բանավեճի։ Սուտ են խոսում։ Էկրանից ենքով թող գետ մեկ ապրանք կամ ծառայություն ասեն, որ արտահանել են։ Մի քանի օր առաջ այդպես բանավեճ ձևակերպման ինչ որ հանդիպում էր տարբեր փորձագետ եւ տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, ասում են տեղեկատվության մշակում կարող ենք արտահանել։ Ո՞րն է տեղեկատվության մշակումը։ Միգուցե քրեական օրենսգրքով նախատեսված Հայաստանի Հանրապետությունից ինֆորմացիայի արտահոսքն է, որը փաթեթավորել է ծառայության անվան տակ։ Թուրքիայի հետ կապված որևէ արտահանելի ապրանք չունենք։ Վերջերս մի քանի ամիս առաջ ընդհանրեն Թուրքիան մաքսատուրքեր սահմանեց Հայաստանից արտահանվող ապրանքների վրա ու շարունակելու է։ Թուրքիան ավելին դերակատար է դառնալու Հայաստանում երրորդ երկրներից ներկրման մաքսատուրքերի սահմանաչափերի բարձրացման։ Ուղղակի դեռ այստեղ մեր բախտը որոշակի առումով բերել է ինչի առումով, որ ԵԱՏՄ-ի կազմում ենք գտնում եւ մաքսատուրքերը մենք միանձնյալ միայնակ չենք որոշում։ Դա ԵԱՏՄ օրենքներով, կանոնակարգերով, համաձայնագրերով է որոշվում։ Հետևաբար Թուրքիան դեռևս չի կարողանում շատ միջամտել Հայաստանի ներքին կյանքին։ Եթե հանկարծ գնաց սահմանների բացում, թուրքական ապրանքները ողողեցին հայկական շուկան, թուրքական ներդրումները հոսեց Հայաստան, մեզ լավ ապագա չի սպասում։ Բայց պետք է նաև հանուն արտարության կրկնենք, որ այո, մի օր պետք է Թուրքիայի սահմանը բացել։ Ուղղակի տնային աշխատանքը կատարելուց հետո պետք է բացել։ Պատրաստ լինենք շոկերին, պատրաստ լինենք դիմակայելու, դրանից հետո խնդրեմ բացենք։ Ադրբեջանի հետ գործարար կապեր հաստատելու մասին Փաշինյանի հայտարարությանը ինչպես եք վերաբերվում, ասում է, որ դրանք խաղաղության համար նոր երաշխիքներ են լինելու ըստ էության։ Մենք տեսանք, որ այս վերջին դրվագներում, երբ որ Հայաստանն ներմուծվեց Ադրբեջանից ինչ-որ խմբաքանակներ, տարբեր ապրանքների, հակառակ պրոցեսին ականատես չեղանք, հնչեցվեց ինչ-որ շատ փոքր ծիծաղելի թիվ, հետո հերքվեց Բեկի կողմից։ Ի վերջո սրա հեռանկարը որն է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ուղղակի անիմաստ PR-ում է։ Շատ դեպքերում նաև այլ երկրների լրատվամիջոցներից են տեղեկանում, որ Ադրբեջանի տարածքով ինչ-որ բեռ է գալիս Հայաստան։ Դա միշտ է եղել ախր։ Գոյություն ունեն գործարար կապեր եւ գոյություն ունեն առևտրային շահեր ու առաջնահերթություններ։
հայ-ադրբեջանցի, ղազախ, վրացի գործարարները կարող են համատեղ պլան մշակել, համատեղ ինքնարժեքի նվազեցման եւ բոլորի շահութաբերության որոշակի առումով ավելացման։ Ղազախստանից կարող է բեռը մտնել Ադրբեջանի տարածքով դուրս գալ Վրաստանի տարածք, այնուհետև Հայաստան։ Սա որևէ այդպես բարի կամքի դրսևորում չի Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը աշխատում է փող, Վրաստանը աշխատում է փող, Ղազախստանը աշխատում է փող, հայ գործարարը աշխատում է փող։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի PR-ում է։ Դրանք կեղծիքներ են։ Սա ինչը վերաբերում է օրինակ ցորենին կամ նմանատիպ այլ ապրանքների։ Վառելիքի առումով ախր Ադրբեջանը չունի այդքան ներուժ, նույնիսկ ներքին սպառման պահանջարկը չի բավարարում, մի հատ էլ Հայաստան արտանի։ Որ վառելիքն ենք բերում Հայաստան, ռուսական, ինչու չենք կարողանում Ռուսաստանից բերել անմիջապես։ Ընդ որում Ռուսաստանի հետ Հայաստանը ունի քվոտավորված պայմանավորվածություններ վառելիքի առումով, բաց թողնում անգինը ներքին սպառման գներով է Հայաստանին վաճառվում։ Այսինքն սրանք այնպիսի, այսպես գծած աճ պարարություններ են, որոնք անմիջապես բացահայտվում են, Ադրբեջանը Հայաստանին չի կարող վառելիք մատակարարել, դա իրենը չէ, Ադրբեջանի միջոցով բեռների ներմուծումը, տարբեր ապրանքների, այդպես մեծ շահութաբերություն Հայաստանին ուղղակի չի տալու։ Այս հեռանկարներում ասում եք, որ Փաշինյանը փոքր ֆիգուր է, այս համատեքստում ֆոնային հայտարարություն եղավ, Եվրահանձնակատարը Մարտակոսը հայտարարել է, որ մտադրություն ունեն փոխգործակցություն հաստատել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տրանսպորտային եւ էներգետիկ կապերի համագործակցության նպատակով։ Դուք տեսնում եք սրա հնարավորություն այս պահին, այս փուլում։ Ցավոք տեսնում եմ այդ հնարավորությունը։ Տեսեք, նոր դարաշրջանում մարքեթինգին շատ ավելի կարևորություն է տրվում, քան ապրանքի կամ ծառայության բովանդակությանը։ Միշտ իմ համար եւ ընդհանրապես մտածող մարդկանց համար, ռացիոնալ մարդկանց համար ու բարիք ստեղծող մարդկանց համար պետք է լինի ձևի նկատմամբ գերակայության սկզբունք։ Այսինքն, ինչ է արտադրում, ինչ բարիք է արտադրում։ Նոր աշխարհում, հատկապես փաշինյանական աշխարհում ապրում են մարդիկ բովանդակության նկատմամբ ձևի գերակայությամբ, այսինքն նորից հակառակ տրամաբանությամբ։ Նրանց համար կարևոր չի բաժակի մեջ լցված ջուրը որակյալ է, անվնաս է թե չէ։ Նրանց հետաքրքրում է ինչպես փաթեթավորել։ Այսինքն գեղեցիկ տեսք, ինչ որ գունային խապկանքներով, որպեսզի գրավի մարդկանց դա ձեռք բերել։ Այս նույն տրամաբանության մեջ է կառուցվում ձեր ասած հայտարարությունները։ Էներգետիկ համագործակցությունը նշանակում է ատոմակայանի փակում Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ գցում Թուրքիայից։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Թուրքիան տարիներ շարունակ դժգոհում է Հայաստանում ատոմակայանի առկայությունից, չէ՞, որպես վտանգ եւ սպառնալիք է դիտարկում իր համար։ Իսկ ինչի անում ինքը։ Զուգահեռ կառուցում է ռուսների հետ նոր ատոմակայան։ Ասացին Ադրբեջանն է պատրաստում ատոմակայան կառուցել։ Այո, այսինքն պետք է Հայաստանն ամեն ինչ անել։ Դուք տեսնում եք անդադ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ ինչ որ ձևակերպումները, որ ատոմակայանը պետք է փոխարինեն կամ վերազինեն եւ այլն եւ այլն, դրանք ընդհանրապես փաթեթավորումն են, որպեսզի մեր հասարակությունը հավատա։ Իրականության մեջ հետեւյալն է. Հայաստանի էներգետիկ պահանջարկի 32%-ը արտադրում է ատոմակայանը։ Ամենաէժան էներգիան արտադրում է ատոմակայանը։ Փակել ատոմակայանը, դեֆիցիտը ներկրել Թուրքիայից։ Այո, համագործակցում է, համագործակցությունով է ասում, որ ներմուծումը համագործակցություն չէ։ Ուղղակի մենք մեր արտադրանքը ներուժը ամբողջությամբ փակում ենք, ոչնչացնում ենք, որպեսզի Թուրքիայից ներկրենք։ Որպեսզի Թուրքիայից կախվածության մեջ լինենք։ Օրինակ 24 ժամով հոսանք անջատումներ։ Երբ պետք է եղավ Թուրքիային։ Դա կարող է քաղաքական նպատակներով, տնտեսական պատերազմի համար, օրինակ արդյունաբերության սեզոնային բնույթից ելնելով արտադրական կամ մթերման ժամանակահատվածում հոսանք անջատումներ։ Ինչ պիտի անի Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը պիտի կանգնի ասի, որ գիտեք, հոսանքի պատճառով այսինչ բերքը եւ այլն չկարողացան մթերեն եւ այլն ստիպված ենք մենք ներկրել Թուրքիայից։ Եվ այսինքն նորից անդրադառնալու հարցին, այո, նախատեսում է այդ համագործակցությունը, բայց դա չարիք է եւ ոչ թե բարիք։ ՀՏՄ-ի մասին էլ խոսեցիք, պարոն Սարգսյան, տեսնում ենք, որ վերջին շրջանում կարծեք Հայաստանի արչև դրվում է պայման կամ կամի եւ Հայաստանի Հանրապետությունը դեռևս նշում է, որ պատրաստ են համատեղել, քանի հնարավոր է։ Ինչքան ժամանակ է հնարավոր համատեղել եւ հակառակ պարագայում մեզ ինչ է սպասում։ Տեսանք Կովերչուկի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպման ժամանակ Պուտինի այսպես ակնարկները գազի գնի վերաբերյալ։
չհամատեղելու պարագայում ինչ հեռանկարունի Հայաստանի Հանրապետություն տնտեսական առումով։ Քաղաքականության մեջ օրինակ շատ ավելի կարևոր է կենտրոնանալ չի կարելիների վրա, քան կարելիների վրա։ Օրինակ չի կարելի հայտարարել, որ քանի հնարավոր է համատեղել։ Միգուցե ճիշտ է միտքը, քանի հնարավոր է համատեղել, բայց ինչ մեսիջ է տրվում գործընկերներին կամ ռազմավարական դաշնակցին։ Ասում ենք, դե քանի կարողանում ենք ձեզ այնից օգտվել, կօգտվենք, հենց հասկանանք, որ կամ առաջ եք կանգնեցնում մեզ, մենք կթողնենք եւ կգնանք, կամ միգուցե մնանք։ Նման պարագայում անվստահելի գործընկերոջ համբավ է ծեր բերում եւ քեզ օր առաջ ուղղակի վռնդում են այնտեղից։ Եվ դրան իհարկե հաջորդում են որոշակի գործողություններ, խմիչքի արտահանման հետ կապված, տարբեր ապրանքատեսակների արտահանման հետ կապված, գյուղատնտեսական նշանակության սերտիֆիկացումների, ստանդարտների համապատասխանության եւ այլն։ Անդադ մենք տեսնում ենք այդ գործողությունները։ Ինչ վերաբերվում է արդեն բունեությանը կամ-կամի։ Գիտեք, աշխարհն է գնում արդեն կամ-կամի։ Եվ տուրբուլենտությունը կարծես թե որոշակի առումով այսպես ուղղվածության մեսիջներ է տալիս մեզ։ Մենք պետք է հասկանանք, որ նոր աշխարհակարգում այո լինելու է կամ-կամ եւ սկզբունքը այլևս չի գործելու։ Եվ սկզբունքը գործում էր տասնյակ տարիներ։ Շատ այդպես տասնյակ չէ, 10-15 տարի մոտավորապես ու բավականին հաջող գործել է Հայաստանը։ Այլևս դա չի կարող գործել։ Եվ պետք է կողմնորոշվել, իսկ կողմնորոշման համար անբավարար մեսիջների արկայությունը քեզ թույլ չի տալիս դեռևս հայտարարություններով հանդես գաս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դրա համար եմ կրկնում։ Նիկոլ Փաշինյանը պետք է ավելի շատ կենտրոնանա չի կարելիների վրա, ինչ չի կարելի անել։ Օրինակ երեխայի ոնց ենք դաստիարակում, չի կարելի տակ վառարանին ձեռքով կպնել։ Նիկոլ Փաշինյանն այդ մակարդակի բացատրություններ դեռևս ստիպված ենք անել։ Դիվերսիֆիկացիայի հնարավորությունը այս փուլում ինչպես եք տեսնում։ Ես շատ լավ եմ տեսնում, դիվերսիֆիկացիայի համար ունենք նաև բանաձև, շատ այդպես արագ տեմպերով կարելի է դա կառուցել, բայց կարծես թե գործանողը չկա։ Կա խնդիր կամ նպատակ, այսինքն ապահովել տնտեսական դիվերսիֆիկացիա։ Կա ինչպեսը, այսինքն լուծումը, մնում է երրորդ հարցը, ով պետք է դա կատարի։ Գործող իշխանությունը կարող է թե ոչ, ոչ չի կարող։ Սրանք անկարողներ են բոլոր ոլորտներում։ Բանաձևը կներկայացնեք։ Բանաձևը հետևյալն է։ Արտաքին առևտրաշրջանառության ավելացման ծավալների աշխարհագրության ընդլայնման համար անհրաժեշտ է գործընկերային կապերի հաստատում։ Ընդ որում շատ դեպքերում դրանք կարող են ածանցված չլինեն քաղաքական կապերից, այլ հակառակը, այսինքն տնտեսական կապերից գան քաղաքական կապերի։ Միշտ հայտարարում եմ, Հայաստանը ունի աշխարհի 100 պետություններում դիվանագիտական ներկայացուցչություն, որոնցից ընդամենը 2-ում ունի առևտրային ներկայացուցչություն։ Այսինքն դուք պատկերացրեք, մենք Գերմանիայում ունենք դեսպանատուն, բայց Գերմանիայի դեսպանատանը չկա առևտրային ներկայացուցչություն, որը պետք է հետազոտի գերմանական շուկան, նրանց մշակույթից կախված, ճաշակից կախված, կրոնից կախված, նրանց պահանջարկը, հայկական կողմ, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը հետազոտի հայկական ներուժը ու անընդհատ փոխգործակցության մեջ լինեն ու գնան ներկայացնեն։ Ցուցահանդեսների տեսքով կլինի, երկկողմ կամ բազմակողմ հանդիպումների տեսքով կլինի, անդադ պետք է ներկայացնել միմյանց հետ համագործակցության ձևաչափերը։ Ընդ որում, եթե 98 այդպիսի երկրներում սա կառուցվում է, Հայաստանի պետական բյուջեից որևէ կոպեկի ծախս չի պահանջվում։ Գիտեք ինչ, որովհետև այդ երկրներում մենք ունենք հսկայական հայկական սփյուռքի ներուժ։ Ունենք գործարարներ, որոնք ունեն գրասենյակային տարածքներ, արտադրական տարածքներ, այլ բիզնես տարածքներ եւ պատրաստական են, բառից բուն իմաստով պատրաստական են անվճար իրենց տարածքը ներկայացնել եւ իրենք անձամբ հանդիսանալ առևտրային ներկայացուցիչ տվյալ երկրում։ Այսինքն մենք Աստծուց էլ կրակ ենք ուզում։ Մենք ունենք գործարար հայ, որը տեղի շուկան արդեն գիտի, ունի միտք, կարողանում է բարիք արտադրել, կարողանում է բիզնեսով զբաղվել, ընդհանրապես նրա առաջ պետք է դնել ավելի լայն առաքելություն։ Եվ այստեղ տեղի կունենա դիվերսիֆիկացիան։ Եվ երկրորդ գաղափարը, որ միշտ դրա մասին նորից խոսում ենք, հորիզոնական հայկական պետության կառուցում։ Այսինքն մեր ամբողջ սփյուռքին հորիզոնական կապով միմյանց հետ գործարար հարաբերություններ ստեղծել, հաստատել։ Դուք պատկերացրեք Ռուսաստանի բիզնես հայ հանրությունը, Ամերիկայի բիզնես հայ հանրությունը, Եվրոպայի բիզնես հայ հանրությունը Հայաստանից այսպես միմյանց հետ կապող օղակով անընդհատ ծանոթություններ հաստատվի, կապեր հաստատվի, միմյանց արտադրանքների եւ ծառայությունների մասին տեղեկատվություն ստանան ու միմյանց հետ փորձեն փոխհամագործակցեն։ Այդ կապերի զարգացումը կբերի հետագայում Հայաստանի եկամուտներ, կբերի հետագայում Հայաստանի ել ավելի հեշտ դիվերսիֆիկացմանը, իհարկե կբերի։
Երկարաժամկետ հեռանկարի մասին եք խոսում, մոտավորապես կնշեք ինչ ժամանակահատվածում հնարավոր կլինի իրականացնել օրինակ այս ձեր ծրագիրը։ Մի էկոնոմիկայի փոխնախարարի ենթակայության տակ, որ կառուցվի վարչություն, աշխատակազմ։ Մի մարդը քանի երկրում արտգործնախարարության հետ միասին, դեսպանատների եւ Սփյուռքի անձնակատարի գրասենյակի հետ միասին, մի մարդը մեկ օրում քանի բանակցություն կարող է վարել։ Եթե նպատակը բարձր է ու վեհ է, կարծում եմ 3-4-ը մինիմում կարող է վարել։ Բանակցությունից հետո անմիջապես հանձնարարական, անմիջապես գործողություն։ Այսինքն ամիսների խնդիր է սա ընդհանրապես, ոչ թե տարիների։ Երկարաժամկետ չէ։ Մեր խնդիրը կայանում է շատ հաճախ նրանում, որ թերահավատորեն ենք վերաբերվում ու գիտեք հիմա ձեր մոտ պարզ հարց կծնվի, լավ, բա ինչու չեն արել։ Դրանից է գալիս թերահավատությունը, ինչպես նաև մեր հայրենակիցների շատերի մոտ։ Այստեղ կան օբյեկտիվ պատճառներ։ Որտեւ շատ դեպքերում մտածում են, լավ, դե բա ինչու չեն արել, իրապես, եթե այդքան հեշտ է, ինչու չեն արել, ինչու չեն արել։ Տարբերակ 1. Նիկոլ Փաշինյանի պարագայում շատ հեշտ է պատասխանը։ Նիկոլ Փաշինյանի իմ եւ ձեր նպատակները տարբեր են։ Իմ եւ ձեր նպատակը, մեր հայրենակիցների նպատակը հզոր, հարատև եւ հարուստ Հայաստան ունենալն է, անվտանգ Հայաստան ունենալն է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը ո՞րն է։ Հայաստանի լուծարումն է։ Հիմա կասեմ Փաշինյանից առաջ տողանեին։ Փաշինյանից առաջ չեմ կարող այդ նույն այդպես ձևակերպում Փաշինյանից առաջների մասին ասել, որ նրանց նպատակը Հայաստանի լուծարումն էր, բայց մտքներով չի անցել, չեն կարողացել, ժամանակ չեն հատկացրել դրան, ու այսպես տարբեր պատճառաբանություններ։ Եվ շատ հետաքրքիր հարց եք տալիս, ինչ որ մի պատեհ առիթում Փաշինյանից առաջ պատասխանատուներին այդ հարցը ես կուղղեմ անպայման։ Գիտեք, մի անգամ կամ նոր էր Փաշինյանը եկել իշխանության, կամ մոտավորապես այդ ժամանակահատվածներ փոփոխությունների էկոնոմիկայի նախարարությունում մի հանդիպում ունեցա ԵԱՏՄ վարչության կամ բաժինների մարդկանց հետ։ Գիտեք ինչ անտեղյակություն էր ԵԱՏՄ-ից։ Այսինքն պաշտոնյաները չէին տիրապետում իրենց պաշտոնյա անձնագրով սահմանված պարտականություններին, իրավունքներին եւ այսպես շարունակ։ Նույն խոսակցությունը առևտրային ներկայացուցիչների հետ ունեցել եմ իրենց հետ։ Ընդ որում այն ժամանակ Բելարուսի օրինակով էինք դա բերում, ասում ենք Բելարուսում հենց հիմա կա մարդ, որի հետ մենք խոսել ենք, այսինքն մենք պետական պաշտոն չենք զբաղեցնում, մենք մտահոգ ենք մեր հայրենիքով, ունենք ընկերներ, խոսել ենք, պատրաստական են եւ տարած տրամադրեն եւ աշխատեն, եկեք գործի դնենք։ Տեղյակ չէին օրենսդրությունից, տեղյակ չէին կանոնակարգերից, կառավարության որոշումներից, իրենց գերատեսչության հրահանգներից եւ այլնից։ Հետևաբար Փաշինյանի դեպքում դե պարզ է, մնացած դեպքերում կամ անտեղյակությունն է, կամ ուղղակի ցանկության բացակայությունը։ Շատ դեպքերում գիտեք, մարդիկ երբ որ այդպես ծրագրավորված սցենար չի լինում, ասում են, դե լավ, ինչ եմ անդարտ գլուխս դնում ցավի տակ։ Շատ դեպքերում դա էլ է լինում պատճառ, որ չիրականացնեն։ Ամփոփելով, այս 8 տարիների ընթացքում Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը ինչպես է գնահատում, ասում ենք, քննադատում ենք, ձախողումների մասին ենք նշում, բայց չկա մի դրական բան, որ արել են այս խմբով այս 8 տարիների ընթացքում։ Ի վերջո իրենք նշում են, որ թոշակ են բարձրացրել, թե այսպես վերջին օրերին դա եղավ նախընտրական այսպես ավանսի տեսքով, ասում են, որ ապահովագրական համակարգ են ներդրել, նշել է, որ հնարն է 53%-ի աճ ապահովել եւ այլն եւ այլն։ Այս դրական միտումները չեք նկատում, պարոն Սարգսյան։ Լավագույն ցանկության դեպքում նույնիսկ չեմ կարող նկատել։ Առաջին անգամ, որ խոսել ենք թոշակների այսպես անհամատեղելիության մասին գնաճի հետ, խոսել ենք 168-ում մյուս տաղավարում։ Ուրեմն հաշվարկով հետեւյալ կերպ մեկնաբանեցինք, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կազմել է մոտավորապես 40% շրջանակներում եւ 40,000 կենսաթոշակի վրա հաշվարկ կատարեցինք, մոտավորապես 11-ից 12,000 դրամ թոշակը նվազել էր եւ ոչ թե բարձրացել Հայաստանում։ Հաշվի առնելով իրենց այն նախորդ 2,000 դրամ, թե 3,000 դրամ բարձրացումները։ Վերլուծության հիման վրա 10,000 ավելացրեցին միջինում։ Բայց այդպես եթե շատ խորանանք, դեռևս չկա այդպես համատարած 10,000-ի բարձրացումները, ինչպես նաեւ որոշակի հետվճարներ կամ մարդ, որ հետվճարից ամբողջությամբ օգտվում է, կամ մարդ, որ շատ քիչ է օգտվում։ Եթե թոշակառուի ուսերին է կոմունալ վճարումները, ապա նա չի օգտվում։ Եթե ընտանիքի այլ անդամ դա վճարում է թոշակառուն միայն սնունդ է ձեռք բերում, ապա նա օգտվում է։
Եվ եթե համատարած էինք մենք դիտարկում ու համատարած ամբողջ թոշակառուին, պետական բյուջեով առանձնացրած գումարը յուրաքանչյուր թոշակառուին բավարարում էր 3333 դրամ ընդամենը։ Այսինքն լավ բան ես չեմ կարող նկատել։ Առողջության ապահովագրության մասին խայտարակություն է ուղղակի։ Մեր հայրենակիցները ողջևորված են, նորմալ է, օբյեկտիվ է, որովհետև տարիներ շարունակ ունեցել են հիվանդություններ, չեն կարողացել բժշկական հաստատություններ դիմել։ Բայց գիտեք հիմա ինչպես է կատարվում։ Ուրեմն, երբ որ խոսում էինք, ասում էինք մինչև հատկացված բյուջեն կբավարարի մինչև ընտրություններ, դրանից հետո արդեն ուղղակի մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, վել չբավարարեց։ Կառավարության պահոստաֆոնդից գումար հատկացվեց լրացիչ պարտք ներգրավվեց, մինչև հունիս 7 դեռևս կներգրավի, հունիս 7-ից հետո անհայտ է ճակատագիրը։ Նման է գիտեք ինչի, որ խաբեության միջոցով ծնողներին բերեն ինչ-որ գումարներ հատկացնեն, բարեգործության անվան տակ կլինի եւ այլն, չգիտեմ ինչի անվան տակ լինի, բայց գնան զավակներից փողերը հետ ուզեն։ Այսինքն ծնողներին, տատիկ-պապիկներին իբրև թե անվճար բուժօգնություն են առաջարկում, դեռ դա մի բան էլ, այսինքն դետալներ նույնիսկ կարելի է քննադատել, որ ասում են վիրահատությունը, այսինչ հիվանդության վիրահատությունը անվճար է, բայց բանից պարզվում է, որ վիրահատությունը անվճար է, կարերը վճարովի։ Դեղամիջոցի համար հատկացվում է գումար, բայց բանից պարզվում է 25% գումար հաջորդը պետք է վճարի եւ այսպես շարունակ։ Դեռ կողեն նաեւ բժիշկները։ Բոլորը եկեք այս դետալայները թողնենք մի կողմ, դա հունիսից հետո 7-ից հետո կանոնադառնանք։ Այստեղ կա գերխնդիր հետեւյալը։ Ում հաշվին է առողջության ապահովագրության հիմնադրամը ստեղծել։ Դու տանում ես մեր ծնողներին, տատիկ-պապիկներին իբրև թե բուժման, բերի տակ ես դնում նա թորնիկներին, ընդ որում դեռևս չափահաս չդարձած, քվեարկելու իրավունք չունեցող թորնիկի ճակատագիրը դու որոշում ես, պարտք ես ներգրավում, որ թորնիկը դպրոցը ավարտելուց հետո անմիջապես ներգրավի վարձու աշխատանքում եւ տանի քո վերցած պարտքերը փակի հարկերի տեսքով։ Սա ուղղակի աննորմալություն է։ Հետևաբար ես Նիկոլ Փաշինյանի կառավարման մեջ մեկ դրական բան նույնիսկ չեմ կարող տեսնել։ Ավելին ասեմ, թող իրենք մատնանշեն, ես արժանահավատության գնահատական տամ, խոսում են աշխատատեղերի ավելացման մասին, անամոթաբար ստում են, գրանցված աշխատատեղներն են ավելացել, ինչ ազդեցություն ունի սա, աշխատողի համար միգուցե շատ դեպքերում լավ է, որովհետև դեռևս գոյություն են Հայաստանում այդպես հարկման իրականությունից կտրված պահումներ, պետական բյուջեի առումով գրեթե չկա, գիտեք տարբերություն, որովհետև պետական բյուջեն մի քանի խողովակներով է սնվում, եկամտային հարկի խողովակ, ավելացված արժեքի հարկի խողովակ, շահութարկի խողովակ, աշխատատեղ, այսինքն աշխատողը այսպես թե այնպես աշխատում էր, Զարուհի Դիլանյանը այսպես թե այնպես աշխատում էր, եթե Զարուհի Դիլանյանը գրանցված չէր, նրա աշխատավարձ չէր նվազեցվում, հարկը շահութարկի տեսքով էր մուտք գործում բյուջե, եթե Զարուհի Դիլանյանը գրանցված աշխատող է դառնում, նույն հարկը եկամտային հարկի խողովակով է մտնում բյուջե, այսինքն բյուջեի վրա որևէ ազդեցություն չկա։ Բայց եթե Զարուհի Դիլանյանի աշխատավարձից պահվում է այդ գումարը, Զարուհի Դիլանյանի ստացած X գումարից 20% պակասում է նրա գնողունակությունը։ Միշտ հայտարարել եմ, գործող իշխանությունը պետք է գնա ընտրության կատարողականի հաշվետվության։ Ինչ է կատարել։ Ինչի մասին խոսում են, որովհետև շատ էր ռոպագանդվում աշխատատեղերի եւ այլն, դրա մասին ասեցի։ Այսինքն եթե նրանք կատարած լինեին լավ գործեր, բարի գործեր, դրական գործեր, կխոսեին չէ դրա մասին։ Ասֆալտը, պարոն Սարգսյան։ Ում հաշվին։ Իսկ 320 միլիարդ դրամ միայն պետական պարտքի տոկոսի ավելացումը, որի յուրաքանչյուրի թոշակառուի թոշակը կարող էր ավելացնել 50,000 դրամով։ Այսինքն եղավ որ թոշակառուին խաբել են։ Մենք ենք մեր սայրի մեջ ասում եմ մանկավարժը քիչ է վարձատրվում, բժիշկը քիչ է վարձատրվում, զինվորականը քիչ է վարձատրվում, որ խնայված միջոցներով պետություն կառուցեն, չէ՞։ Հիմա նույն տրամաբանությամբ թոշակառուից գողանում է 50,000 դրամ, հետո ընտրության նախաշեմին 10,000-ը փորձում վերականգնել։ Մանկավարժից գողանում է, իմ եւ ձեր զավակներից գողանում է, պարտք է ավելացնում, որ հետո աշխատեն եւ այդ պարտքերը մարեն եւ բերում ասֆալտ է փռում։ Գիտեք, ամեն ինչը կարելի է դրականել տեսնել։ Այո, ասֆալտապատումը դրական երևույթ է։ Այդ ինչ գնով եւ ինչի հաշվին։ Այսինքն մենք չենք կարող միայն ասել չէ։ Այո, պետք է ասֆալտապատում, որովհետեւ ասֆալտապատման բացակայությունը կհանգեցնի ապրանքների ծառայությունների գների բարձրացման, շատ խնդիրների առաջ կանգնեցնի, բայց միշտ մենք պետք է իրականացնենք վերլուծություն, սվոտ վերլուծություն, գործողության, դրական կողմեր, բացասական կողմեր, առաջնահերթություններ պետք է սահմանենք, որը որից պետք է հացանցվի, որը ինչ լրացուցիչ եկամուտ կարող է գեներացնել, որ այս մի ոլորտը եւս զարգացնենք։ Սա է մենեջմենթը, սա է կառավարումը, եւ ոչ թե ուղղակի
այսպես ժողովրդի աչքին թոս փչելը։ Ամփոփելով մեր զրույցը, հունիսի 8-ին ինչպեսի Հայաստանում կարողանանք։ Եկեք կանխատեսումներին որոշակի ժամանակ դեռ տրամադրենք։ Իսկ ինչպեսի Հայաստան եք ուզում տեսնել հունիսի 8-ից արդեն։ Հունիսի 8-ից ես ցանկանում եմ տեսնել հարատևման համար կայուն հիմքեր ունեցող հզոր եւ սուտ կլինի դե ասել, չէ՞, մի ժամվա կամ մի օրվա մեջ միանգամից կառուցել, բայց արդեն ապագա հարատև Հայաստանի, իրական անկախ Հայաստանի այդ հիմնարկեքի արարողություն եմ ցանկանում տեսնել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։